Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես չկա որևէ կարգավորում, որ Հայաստանում հոգևորականները դուրս են օրենքից, ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եթե բոլոր քաղաքացիները պետք է եկամտահարկ վճարեն, պետք է նաև հոգևորականները վճարեն, ինչու չվճարեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչու պետք է Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքն ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Երկրում պետք է թափանցիկություն լինի։ Շատ ծրագրերից հոգևորականները չեն կարողանում օգտվել, դա նաև նրանց բարեկեցության եւ ազատության մասին է, ասել է վարչապետը։ Չկա եկեղեցի առանց ժողովրդի, չկա եկեղեցի առանց հետևորդների։ Հոգևորականները եկեղեցու շատ կարևոր հատվածն են, բայց եկեղեցին առաջին հերթին ժողովուրդն է, հավատավոր հետևորդները եւ կտրիչ Ներսիսյանը առավել եւս եկեղեցի չէ։ Հարկերի վերաբերյալ մենք երկրում պետք է ունենանք լիարժեք թափանցիկություն։ Մենք ասում ենք, որ նախ հոգևորականներն նույնպես քաղաքացի են եւ նրանք պետք է գործեն օրենքի դաշտում։ Հասկանում եք, պետք է այսօրվա չկա որևէ կարգավորում, որ Հայաստանի Հանրապետությունում հոգևոր ծառայողները դուրս են օրենքից։ Ընդհակառակը կա, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև։ Եվ եթե որևէ քաղաքացի, բոլոր քաղաքացիները պետք է եկամտային հարկ վճարեն, պետք է նաեւ հոգևորականները վճարեն, իսկ ինչու պետք է չվճարեն։ Բայց ես հաջորդը կա, շարունակությունը կա, մենք ասում ենք, որ պատրաստ ենք եւ պարտավոր ենք եւ 8 տարի արդեն այդ պատրաստակամությունը արտահայտում ենք, որ եկեղեցու գործունեության, հայաստանյաց առաքելական եկեղեցու գործունեության արդյունքում ձևավորված եւ գանձված հարկերը ամբողջ ծավալով մենք պատրաստ ենք վերադարձնել, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը ապահովելու նկատառումով։ Եվ կա նաև հաջորդ հարցը, ասենք ինչի օրինակ պետքա եկեղեցու համար ներմուծվող սուրճը, կամ չգիտեմ, հիմա ես վախենամ տողերի մեջ սխալվեմ, ինչ որ մի ապրանք, որը մաքուր ծիսական նշանակություն չունի, խոսքը ոչ ծիսական ապրանքների եւ առարկաների մասին է, չհարկվի, իսկ մյուս դեպքերում պետքա հարկվի։ Իսկ ինչու պետքա մենք Հայաստանի այս առաքելական եկեղեցու հետևորդները չիմանան, որ օրինակ մոմի վաճառքը ինչքան շրջանառություն է ապահովում, հետո ինչ են լինում այդ փողերը։ Դա նրա համար է, որպեսզի օրինակ կտրիչ Ներսիսյանի զարմիկները բանով G դասի Mercedes-ով պատտվեն, թե դա եկեղեցու կարիքների համար է։ Այդ թվում մյուսները, ով, չգիտեմ, հիմա ես կոնկրետ օրինակ եմ բերում, դուք կարաք եւս 6 օրինակ բերեք, իմ օրինակը չի բացառում որևէ մեկին, որովհետեւ հարցը սկզբունքի մեջ է։ Սկզբունք պետք է կիրառվի, երկրում պետք է լինի թափանցիկություն, պաշտոնյաները պետք է գործեն թափանցիկ եւ հաշվետվողական, հոգեվոր ծառայողները եւ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգ ենք ընդունել, որը բացառություններ չի անում։ Եվ իմիջայլոց այդ չվճարումների պատճառով հոգևորականները բազմաթիվ այսօր չեն կարողանում օգտվել առողջության ապահովագրության համակարգից։ Ինչու պիտի չօգտվեն այդ մարդիկ։ Հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերելու պարագայում եկամտային հարկի վերադարձի համակարգից չեն կարողանում օգտվել։ Իսկ ինչու պետքա չկարողանան օգտվել։ Այսինքն նաև մեր հոգևոր ծառայողների բարեկեցության մասին է, չէ՞։ Մենք գիտեք ինչու այդ ամեն ինչը, որ կախվածություն լինի մեկ անձից, բոլոր առումներով, ֆինանսական, կենցաղային եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ նաև այո հոգևոր ծառայողների ազատության մասին է խոսք, այն ազատության, կոռեկտության սահման, իսկ ինչու պիտի չլինի հոգևոր ծառայողի էթիկայի կանոնակարգ։ Լավ, մենք պետքա որպես հանրություն պատասխան տանք հարցին, մեզ համար նորմալ եւ ընդունելի է, որ կաթողիկոսի պաշտոնում գտնվող մարդը զավակներ ունենա։ Նորմալ է մեզ դա։ Պետքա Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պատասխանեն։ Նորմալ է դա։ Բոլորը։
Առաջիկայում նախատեսվում է բարձրացնել միկրոբիզնեսի շեմը, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, աշխատեն հատուկ պայմաններով, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել լրագրողների հետ զրույցում արձագանքելով դիտարկմանը, թե ընդդիմությունը փոքր բիզնեսի համար խոստանում է կտրուկ փոփոխություններ, այն է շրջարկ հանել, հատուկ պայմաններ ստեղծել ՓՄԶ-ների համար։ Վարչապետն ասել է, որ ըմբռնումով է մոտենում ընդդիմադիրների հայտարարություններին հարկային ծանր բեռի մասին, որովհետև իր խոսքով այդ ընդդիմությունը, երբ իշխանություն էր, սովոր էր, որ պետք է հարկեր չվճարեր։ Այդ ընդդիմությունը, երբ որ իշխանություն էր, սովոր էր, որ իրենք հարկեր պետք է չվճարեն, եւ բնականաբար, երբ որ հիմա նրանք ստիպված են աշխատել հարկային դաշտում, բնականաբար դա ծանր է նրանց համար, որովհետեւ իրենք ըստ էության բիզնեսմեն չեն, այլ իրենք կոռուպցիոն համակարգերի գործածմամբ հարկերից խուսափելու ճանապարհով մրցակիցներին շուկայից դուրս հանելու եւ ջերմոցային պայմաններում փող աշխատելու եւ ինչպես ընդունված է ասել, թալանելու մասնագետներին, այնպես որ հասկանալի է, որ երբ որ հիմա այդ հնարավորությունը չկա, դա նրանց ծանր է թվալու։ Ինչ վերաբերվում է փոքր եւ միջին բիզնեսին, ես ուզում եմ հիշեցնեմ, որ մեր կառավարման շրջանում է ձևավորվել միկրոբիզնեսի համակարգը, երբ որ ամենափոքր բիզնեսների համար ստեղծվել են հատուկ պայմաններ եւ մեր քաղաքականությունն է, որ մենք խթանենք, որպեսզի բիզնեսները ոչ թե լինեն գնալով պակաս հաջողակ, այլ ավելի հաջողակ։ Եվ մենք առաջիկայում իհարկե տեսնում ենք հնարավորություն միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու։ Հիմա 24 միլիոն դրամ է եւ ակնհայտ է, որ 24 միլիոնի դրամը շեմը այդ թվում գնաճային երևույթների պատճառով հասկանալի այլևս արդիական չէ եւ մենք մտածում ենք միկրոբիզնեսի շեմը բարձրացնելու, որպեսզի նրանք, ովքեր փոքր են, իրոք աշխատեն հատուկ պայմաններում, իսկ մյուսները հնարավորություն չունենան փոքրի անվան ներքո խուսափել հարկերից։ Ուզում եմ նաև ձեզ կամ հիշեցնել, կամ տեղեկացնել, եթե տեղեկացված եք, չեք տեղեկացնել, եթե տեղեկացված եք, բայց չեք հիշում, հիշեցնել, որ նաև 2018 թվականից հետո պարզվեց, որ շատ խոշոր բիզնեսներ ինքնակտրտման են ենթարկվում եւ դառնում են փոքր բիզնեսներ եւ այդպիսով խուսափում են հարկերից, ինչի հնարավորությունը այսօր շատ սահմանափակ է, չեմ կարող ասել բացարձակ չկա, որովհետև ցավոք միշտ էլ սողանցքներ լինում են եւ ես այդ դժգոհությունը հասկանում եմ, բայց ուզում եմ նաեւ դիմել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր գեներացնող եւ վճարող քաղաքացիներին, որպեսզի նրանք տեսնեն, որ իրենց վճարված հարկերը դարձնում են հոյակերտ եւ ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մանկապարտեզներ, դպրոցներ, որոնք հագեցած են ժամանակակից գույքով եւ ենթակառուցվածքներով եւ ելի ուզում եմ ընդգծել, որ հարկերը պետության եւ ինքնիշխանության կարևորագույն ատրիբուտներից են եւ ուզում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւս մեկ անգամ կոչ անել, որպեսզի նրանք որևէ գնում անելիս չմոռանան պահանջել, ստանալ եւ վերցնել հսկիչ դրամարկային կտրոնը, որովհետեւ դրանով է, որ մենք ապահովում ենք առողջության ապահովագրություն, այդ թվում ոչ միայն, բայց այդ թվում դրանով առողջության ապահովագրություն, թոշակների բարձրացում եւ նրանք, ովքեր խոսում են, ովքեր ում հանրային խոսույթը հարկերի դեմոնիզացիան է, ձեր նշած խոսույթով, նրանք ուզում են չեղարկել առողջության ապահովագրությունը, նրանք ուզում են չեղարկել թոշակների բարձրացումը, նրանք ուզում են կասեցնել դպրոցների եւ մանկապարտեզների շինարարությունը, նրանք ուզում են կասեցնել ճանապարհների շինարարությունը եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ ելի ուզում եմ ասել, կա հարկ, կա բարեկեցություն, չկա հարկ, չկա բարեկեցություն, որովհետեւ ելի ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է ոչ թե նրանից, թե ինքը ինչքան ծախս է անում իր բարեկեցության համար, այլև առաջին հերթին կախված է նրանից, թե պետական եւ համայնքային բյուջեները ինչքան ծախս են անում իրենց բարեկեցության համար, իսկ բյուջեները ձևավորվում են մեր բոլորիս վճարած հարկերից։ Էլի պատկերավոր օրինակներով վերել,
որևէ մեկը կարող է իր համար մի քանի $100,000 Ferrari գնել, բայց ով էլ լինի չի կարող հանրապետությունում իր Ferrari-ի համար ճանապարհներ կառուցել, դա պետք է անի պետությունը պետական բյուջեի միջոցներով։ Հայաստանն ավիացիոն հաբ դարձնելու պատմական հնարավորություն կա։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն անդրադառնալով քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախորդ տարվա սեպտեմբերին իրականացված աուդիտի արդյունքներին, ասել է, որ սև ցուցակում մնալը չի նշանակում, որ այն թերությունները, որոնք հայտնաբերվել էին մի քանի տարի առաջ, վերացված չեն։ Ոլորտի մասնագետներն անում են առավելագույնը Հայաստանում ավիացիայի որակը բարձրացնելու ուղղությամբ, ասել է Խուդատյանը։ Կառավարությունն ավելի քան 320 միլիոն դրամ է հատկացրել քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումների համար։ Նախատեսվում է վերակազմավորել կոմիտեն աշխատանքի որակը բարձրացնելու 2024-ից 25 թվականների միջազգային կառույցների արձանագրած թերությունները վերացնելու, նաև ոլորտը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։ Վարչապետն ասել է, որ կա պատմական հնարավորություն, որպեսզի Երևանն ու Հայաստանը ավիացիոն հաբ դառնան կամ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անեն, եւ նաև սրա համար է պետք ավիացիոն կարգավորումները համապատասխանեցնել բոլոր ժամանակակից ստանդարտներին։ Նախորդ տարի 47-48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ են իրականացել, ուղևորահոսքն է Հայաստան եւ Հայաստանից ուղևորահոսքը աճել է, նախորդ տարի արդեն կազմել է Զվարթնոց օդանավականի դեպքում, այսինքն ընդհանուր կազմել է 5.7 միլիոն ուղևոր եւ բազմաթիվ նոր ուղղություններով նախորդ տարի շուրջ 10 նոր ուղղությունով թռիչքներ ենք սկսել իրականացնել, այս տարի էլ արդեն պայմանավորվածություններ ունենք եւ եվրոպական ուղղություններով եւ այլ երկրների մասով երկար սպասված ուղղություն ունենք առաջիկայում, որի մեկնարկը կտանք, խոսքը Երևան-Լոնդոն, Երևան ուղղության մասին է, արդեն հայտարարություն կա, Ղազախստանի գործընկերների հետ երկար ժամանակ աշխատում էինք դեպի Ղազախստան ուղիղ չվերթներ ունենալու ուղղությամբ, պիտի ասեմ, որ արդեն միանգամից մեկից ավել ավիաընկերություններ են հայտարարել եւ ամսաթվեր կան ֆիքսած եւ տոմսերի վաճառք կա ֆիքսած, դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, սա կլինի արդեն դեպի Բրյուսել երկրորդ ավիաընկերության ուրեմն իրականացվող թռիչքները, դեպի Նիդերլանդներ ուղղությամբ նոր թռիչքներ կմեկնարկեն։ Նաև գիտեք, քննարկում ենք Շիրակ օդանավականի պոտենցիալը ավելի մեծ ծավալով օգտագործելու, որովհետև հիմա նաև հյուսիս-հարավ ճանապարհի բացումից հետո Գյումրիի Շիրակ օդանավականը եւ այնտեղ մոտեցող ճանապարհը մենք նախորդ տարվա ընթացքում ուրեմն վերանորոգել էինք, հիմա ստացվում է, որ Երևանից օրվա երբեմն որոշ ժամերի Գյումրիի Շիրակ օդանավական հասնելը շատ ավելի կարճ է տևում, քան Երևանի Զվարթնոց օդանավական հասնելը, եւ այս ուղղությամբ կարծում եմ Գյումրիի Շիրակ օդանավականի պոտենցիալը մեծ է, այլ ավիաընկերությունների հետ էլ քննարկում ենք այնտեղից բացի Լեռնակայից եւ դեպի Ռուսաստան ուղղություններից նոր թռիչքներ մեկնարկելու հետ կապված հարցեր են։ Պարոն Խուդատյան, իսկ մենք ճիշտ ենք, ես ճիշտ եմ հասկանում, որ Զվարթնոց օդանավականը ըստ էության այսօրվա իր նախագծված թողունակությունից ավել է աշխատում։ Այո, պարոն վարչապետ, տարբեր մասնագետների կարծիքով Զվարթնոց օդանավականը նախագծվել է մինչև 3.5 առավելագույնը 4 միլիոն ուղևոր սպասարկելու համար, նախորդ տարվա ընթացքում այդ թիվը 5 միլիոնից ավել էր եւ նաեւ նախորդ տարի միայն Զվարթնոց օդանավականի սպասարկման մասով էլ մենք ուղևորների շուրջ 6% աճ ենք ունեցել, Շիրակի մասով իհարկե 33% աճ ենք ունեցել, այո, մոտավորապես 20-30% ավել է սպասարկում պոտենցիալից։ Եվ իհարկե դա շատ լավ լուր է եւ մենք նաեւ այս առումով ունենք պատմական հնարավորություն, որպեսզի Երևանը եւ Հայաստանը ավիացիոն հաբ դառնա կամ այլ առնվազն այդ ճանապարհով գնալու քայլեր անի եւ նաեւ սրա համար մենք պետք է մեր ավիացիոն կարգավորումները բերենք բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխան։ Ընդ որում այս փորձն էլ շատ երկրներում կա, ես չեմ ուզում կոնկրետ օրինակներ բերեմ։ Գիտեք ինչ, ես երբ որ ուսումնասիրում եմ վերջին տասնամյակներում արագ զարգացած երկրների փորձը, այդ երկրների զարգացման հիմքում կա մի շատ կարևոր սկզբունքային բան։ Մարդիկ իրենց խոստովանել են, որ իրենք ինչ որ բաներ չգիտեն։ Ուղղակի թվում է պարզ բան, չէ՞։ Իրենց խոստովանել են, որ ինչ որ բան իրենք չգիտեն։ Եվ գնացել են այդ ճանապարհով, եւ
Փնտրել են, գտել են մարդկանց, ովքեր գիտեն, մարդկանց ընկերությունների, խորհրդատուների, ովքեր գիտեն եւ պատրաստ են օգնել եւ չեն խնայել ոչինչ սրա համար։ Եվ արդյունքում եղել է անհավանական տեմպերով աճ։ Մենք էլ հասկանում ենք, մեզանում ես չեմ հասկանում, ինչի է այդքան դժվար։ Մենակ ինչի է դժվար, հարգելի գործընկերներ։ Ինչի է մեզ այդքան դժվար, որ խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Չեմ հասկանում, ինչի է այդքան դժվար։ Ես հասկանում եմ նաև այն պատճառով, որ երբ որ մենք խոստովանենք, ասենք օրինակ երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ-որ բան չգիտի, 100 տեղից կասեն, այս ինչ խայտա, ոնց ինչ-որ բան չգիտի, բայց այդ ոնց է տեղ նստած, ինչի է տեղ նստած։ Չէ՞ որ տեղ նստած նախկինում բոլորը ամեն ինչ իմացել են։ Ամեն ինչ իմացել են։ Ասենք Պլուտարքոսի հայացքով գնացել եկել են, որովհետև իրանք ամեն ինչ գիտեն։ Ինչ ենք մենք միջև հիմա մտածում 70-ականների մտածողության մոդելներով, ինչն է դրա պատճառը։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հիմա մեր մոտ խոսույթ է նա, որ միշտ էլ տենց ա եղել եւ էտել եմ, որ մեր մոտ հայկական ավիացիա ինքը բայց կներեք ինձ համար աբսուրդ է, որ ասենք միջև 21-րդ դար կարա որևէ մեկի մտքով անցնի, որ օթաչուն կարա բանում ծխի։ Այդ ինչ է կոչվում։ Խցիկում կարա ծխի։ Ինչ ա եղել որ։ Կարա թևնե պատոհանից հանի sense դնի։ Բայց դա հասկանում եք, որ մեկ ասում ես, հա լավ, բանը չի, հասկացանք։ Հա ծխում այլի։ Լավ հասկացանք, մի սարքեք ստեղ բանը, Կոպենհագենն է, ինչն է, մի հատ էլ եկել եք վրեքներս բան եք անում, որ ինչ։ Հա։ Բա մի հատ չծխի հանգստանա։ Եվ այդպես շարունակ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են սեպտեմբերի 10-ից 13-ը Հայաստանում անցկացվելիք Tour of Armenia հեծանվավազքի միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Իտալիայի դեսպանը, հեծանվավազքի կազմակերպման գործում խորհրդատվական աշխատանքներ իրականացնող RCS խորհրդատվական ընկերության տնօրենը։ Ներկայացվել են մանրամասներ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ։ Ամփոփելով քննարկումները Նիկոլ Փաշինյանն ասել է, որ արդեն իսկ մրցաշարը ներառված է միջազգային օրացույցում եւ հաստատված է։ Միջազգային գործընկերները կոնկրետ առաջարկներ ունեն երթուղիների վերաբերյալ, որը նաեւ տեխնիկական ստուգման կընթարկվի իրագործելիության տեսակետից եւ անհրաժեշտ շտկումներ կարվեն։ Երկրի ղեկավարն ուրախությամբ արձանագրել է, որ արդեն կա որոշում 2029 թվականին հեծանվային սպորտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ։ Արդեն կա որոշում, որ 2029 թվականին հեծանվային սպորտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա արդեն հեծանվահրապարակային, այսինքն ոչ թե խճուղային, իսկ Tour of Armenian լինելու է խճուղային հեծանվավազքի, հեծանվային սպորտը շատ հարուստ է, բազմաթիվ ձևեր ունի, այդ թվում հեծանվահրապարակում կան տասնյակ ձևեր հեծանվային սպորտի եւ ըստ էության մենք մի շրջափուլ ենք թևակողում, որը սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի զարգացման, հեծանվային սպորտի զարգացման, туриզմի զարգացման տեսակետից շատ կարևոր դեր կարող է ունենալ, եթե մենք բոլորս հավատանք գաղափարին, իսկ կարծես թե բոլոր այն գործընկերները, ովքեր ներգրավված են, հավատում են գաղափարին եւ պատրաստ են լավագույն ջանքներ դնել, որպեսզի դա տեղի ունենա։ Եվ ուրեմն անհամբերությամբ սպասում ենք սեպտեմբերի 10-ին եւ Tour of Armenia մրցաշարի առաջնախաղին, ինչպես ընդունված է ասել պրեմիերային եւ ուզում եմ շնորհակալություն հայտնելով բոլորիս հաջողություն մաղթել։ Իհարկե կա դեռ հսկայական աշխատանք, որ մենք պետք է անենք, բայց այդ աշխատանքը արդեն այն մասին է, թե ինչպիսի որակով մենք կանցկացնենք մրցաշարը։
Էմանուել Մակրոնի Հայաստան այցի ընթացքում կստորագրվի Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նշեմ, որ Ֆրանսիայի նախագահը մայիսի 4-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ բարձր մակարդակով, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաև մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Բացի այդ, նախատեսված է նաև Հայաստան-Եվրամիություն առանձին գագաթնաժողովը, որը համանախագահելու են վարչապետը, Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան եւ Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը։ Կոստանյանն ասել է, որ հենց այս ֆորմատում քննարկվելու է Հայաստան-Եվրամիություն երկկողմ օրակարգը։ Քննարկվելու են նաև վիզաների ազատականացման, Եվրամիության կողմից Հայաստանին օժանդակության հարցերը, էական քննարկումներ են լինելու հաղորդակցության թեմաների շուրջ։ Պաշտպանության նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեի հետ։ Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գործակցության առաջնահերթություններն ու հեռանկարները, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության ընթացքը։ Հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։ Կիպրոսում տեղի են ունեցել Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է Պաշտպանության նախարարության պատվիրակությունը, Պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ եւ եռակողմ ձևաչափերով գործակցության ընթացքն ու առաջիկա անելիքները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող հարցերի, պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։ Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին համագործակցության զարգացման ընթացքը։ Խորհրդակցությունների արդյունքում 3 երկրների միջազգային ռազմական համագործակցության համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ստորագրել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս երկկողմ եւ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ գործակցության տարեկան ծրագրերը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դելֆի տնտեսական ֆորումի շրջանակում Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի եւ Մոլդովայի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ մասնակցել է ռազմավարական բաժանարար գծեր, հակամարտությունների կառավարում եւ դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ խորագրով պանելային քննարկմանը։ Արմեն Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգային վիճակին, կարևորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծել դրա ինստիտուցիոնալացմանն ուղղված աշխատանքները։ Այս համատեքստում վստահություն է հայտնել, որ հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա։ Անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել է նաեւ ապաշրջափակման կարևորության մասին, անդրադառնալով արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին ու տնտեսական հնարավորություններին։ Շարունակենք Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն։ Հիշեցնեմ, տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն էր տարածվել, զրույցում քննարկում էին Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաքին մասնակցելու համար սնունդով ապահովելու հարցերը։ Ըստ խոսակցության այն ներառում էր 2 կարկանդակ, 1 շիշ կոկա-կոլա կամ ջուր, 3000 դրամ, հավանաբար յուրաքանչյուր անձին։ Ոստիկանությունից հայտնել էին, որ ծառայողները հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալել են 1 անձի։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական կոմիտե։ Բագրատ Սրբազանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ, դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր երկարաձգել է ժամկետը։ Այս պահին գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում եւ նախորդիվ դատարանի կողմից արձանագրված հիմքերն ու պայմանները չեն վերացել ու փոփոխվել։ Այսինքն այլընտրանքային խափանման միջոցներն իրավաչափ չեն, ասել է Ֆարխոյանը։ Հանրային մեղադրողը միջնորդել էր Բագրատ arczepiskopos Գալստանյանի կալանքը երկարաձգել եւս 3 ամսով։ Դատախազի միջնորդությունն ուղեկցվել է ակցիայով։ Սրբազանի փաստաբանն հիշեցրել է, որ դատախազությունը մինչև օրս չի ներկայացրել օպերատիվ տվյալներ, որոնց հիման վրա Բագրատ Գալստանյանը գաղտնալսվել է։
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում մի կին շիշ է նետում ավտոբուսի վարորդի ուղղությամբ, կադրում լսվում են ամոթ վանկարկումներ։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ խնդիրը վճարելու հետ է կապված եղել, վարորդը խնդրել է վճարել, այդ կինն էլ 100 դրամանոցը նետել է վարորդի ուղղությամբ, ասել ստացի։ Կինը վիրավորել է, ասել, որ ավելին չի պատրաստվում վճարել, նա շարունակել է, վարորդը չի արձագանքել։ Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղևորը թանկացել է եւ բոյկոտ էր տեղի ունենում։ Կինը բերման է ենթարկվել այսօր, երեկոյան դուրս եկել ոստիկանությունից, նշել, որ վարորդն է իրեն հայհոյել, ինքն էլ նման կերպ է արձագանքել։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կեսօրին Միասնիկյան պողոտայում կենթանաբանական այգու դիմաց բախվել են Mercedes, Jaguar, Toyota Magnish-ի մեքենաներն ու թիվ 53 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամչյանը, վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, երբ Mercedes-ը բախվել է Jaguar-ին, Jaguar-ն անցել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշը, կոտրել այն եւ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բենզալցակայանի պատի շինության մոտ, հետիոտնի համար նախատեսված մայթին։ Իսկ հարվածի հետևանքով վնասվել է նաև Toyota-ն։ Վարորդները եղել են սթափ, սակայն Mercedes-ի վարորդի վարելու իրավունքը եղել է կասեցված։ Երևան ավտոբուս Փակ բաժնետիրական ընկերության խոսնակ Եղամ Մասատրյանն էլ մանրամասներ է հայտնել, նշել, որ ավտոբուսի վարորդն առողջական որևէ խնդիր չունի, պարզապես վախեցած է։ Նրա խոսքով ավտոբուսը կանգառում է եղել, երբ մեքենան կողքից պարզապես մխրճվել է դրա մեջ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ Արքայազն Հարին նախապես չհայտարարված այցով առավոտյան ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Բրիտանական արքայական ընտանիքի անդամը պատրաստվում է մասնակցել Կիևի անվտանգության համաժողովին, որտեղ հավաքվելու են արևմտյան երկրների կառավարությունների եւ պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Հաճելի է վերադառնալ Ուկրաինա, ասել է արքայազն Հարին, ով Կիև է եկել Լեհաստանից գնացքով։ Նա նշել է, որ իր այցը նպատակ ունի հիշեցնել մարդկանց, թե ինչի հետ է առերեսվում Ուկրաինան, ինչպես նաև աջակցելու մարդկանց ու գործընկերներին, ովքեր ամեն օր ու ամեն ժամ աննկարագրելի դժվար պայմաններում բացառիկ աշխատանք են իրականացնում։ Սլովակիան այսօր առավոտյան սկսել է նավթ ստանալ Դրուժբա խողովակաշարով։ Այս մասին հայտնում է երկրի էկոնոմիկայի նախարարությունը։ Նախորդ օրը Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Դենիսա Սակովան հայտարարել էր, որ Դրուժբա խողովակաշարով Սլովակիա մատակարարումները սպասվում են ապրիլի 23-ին։ Հունգարիան եւ Սլովակիան Դրուժբա խողովակաշարով ռուսական նավթ չեն ստացել հունվարի 27-ից, Ուկրաինայի կողմից շրջափակման պատճառով։ Այդ կապակցությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել էր, որ չի հանի իր վետոն Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի համար, մինչև նավթի մատակարարումների վերսկսումը։ Հունգարիայի ընտրություններում հաղթած Տիսակուսակցության առաջնորդ Պետեր Մատյարը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ էր արել հնարավորինս արագ ապահովել Դրուժբա խողովակաշարի աշխատանքի վերականգնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտանմայերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում եւ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Էրդողանը նշել է, որ Մերձավոր Արևելքում լարվածության աճը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար եւ ընդգծել է դիվանագիտական ջանքերի կարեւորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում շարունակվող պատերազմին եւ խաղաղ կարգավորման հնարավորություններին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանն այլևս մահապատժի չի ենթարկի 8 կանանց։ Պաշտոնական Թեհրանը սակայն հերքում է մահապատժի մասին տեղեկությունը, նշելով, թե ԱՄՆ նախագահը կեղծ լուրեր է տարածում։ Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը հայտարարել է, որ ենթադրաբար մահապատժի դատապարտված 8 կանանցից 4-ը անմիջապես ազատ կարձակվեն, իսկ մյուս 4-ը 1 ամիս ազատազրկման մեջ կմնան։ Ես շատ եմ գնահատում, որ Իրանը եւ նրա առաջնորդները հարգեցին խնդրանքս, որպես Միացյալ Նահանգների նախագահ եւ դադարեցրին նախատեսված մահապատիժը, գրել է ԱՄՆ նախագահը, ով մի քանի օր առաջ հրապարակել էր 8 կնոջ նկար, գրելով, թե նրանք մահապատժի են ենթարկվելու Իրանում ու կոչ անելով Թեհրանին հետ կանգնել այդ որոշումից։ Նշվում է, որ այդ կանայք ձերբակալվել են հունվարյան հակաիշխանական բողոքի ցույցերին մասնակցելու համար։ Իրանական կողմը հորինվածք է որակել 8 կանանց մահապատժի ենթարկելու մասին տեղեկությունը։
Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Շոն Պարնելը։ Ռազմածովային ուժերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ֆելանի տեղակալ Հանկ Ցաուն։ Ամերիկյան լրատվականները հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին գրել են, որ Ֆելանի հրաժարականը պայմանավորված է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի հետ ունեցած տարաձայնություններով։ Ընդ որում պարբերականները նշում են, որ չնայած Հեքսեթի հետ հակասություններին, Ֆելանն աշխատանքային հարաբերություններ է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նշվում է, որ պաշտոնանկությունը անակնկալ է եղել զինվորական ղեկավարության զգալի մասի համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության հատուկ բանագնաց Չանգ Բյոնգ-հանի հետ։ Արտաքին գործերի նախարարը բանագնացին է ներկայացրել ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռեժիմի հանցագործությունները Իրանի դեմ 40-օրյա ագրեսիայի ընթացքում եւ կոչ է արել երկրներին հստակ ու վճռական դիրքորոշում ընդունել դատապարտելու այս հարձակումները, ասվում է կառավարության տարածած հաղորդագրությունում։ Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունները Պարսից ծոցից տարածաշրջանում եւ Հորմուզի նեղուցում անապահովության արմատն են։ Իրանը որպես ափամերձ պետություն միջազգային իրավունքի համաձայն միջոցներ է ձեռնարկել իր անվտանգությունը եւ շահերը պաշտպանելու համար։ Հետևանքների պատասխանատվությունները կրում են ագրեսորները։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին հանդիպել է ԱՄՆ դեսպան Նատալի Բելքերի հետ, քննարկելու Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլի կազմակերպելու հարցը։ Այս մասին ասվում է X-ում Պակիստանի ներքին գործերի նախարարության գրառման մեջ։ Հանդիպման ընթացքում մանրամասն մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի վերաբերյալ։ Նաև քննարկվել են Իսլամաբադի բանակցությունների երկրորդ փուլի հրավիրման վերաբերյալ դիվանագիտական ջանքերը, ասվում է հայտարարությունում։ Նաքվին բարձր է գնահատել Իրանի հետ հրադադարը երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը, ընդգծելով երկարատև լուծման հասնելու համար դիվանագիտական ուղիներով քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շիրակի փողոցում հայտնաբերվել ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Այդ մասին հայտում են ոստիկանությունից, մանրամասները տեսանյութում։ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության եւ մարտավարության գնդի ծառայողները օպերատիվ տվյալների իրացման արդյունքում եւ ձեռնարկած համապատասխան միջոցառումների շնորհիվ ապրիլի 21-ին մայրաքաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերել եւ ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, ծալովի դանակ եւ կաթուցիչ։ Ձերբակալված անձը, ինչպես նաեւ կազմված փաստաթղթեր ներկայացվել են նախաքննական մարմին։ Ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակ տանող փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի։ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 25-ին ժամը 8-ից ապրիլի 26-ը ժամը 1-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները։ Եվ եղանակ Հանրապետության տարածքում ապրիլի 24-ից 27-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Ապրիլի 24-ից 3-ը առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Երևանում էլ կեսօրից հետո սպասվում է անձրև եւ ամպրոպ։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վարքյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։